Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ խոսքս սկսել նախ շնորհակալություն հայտնելով գրեթե 150,000 այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել մեզ, ովքեր գնահատել են չնայած այն ամբողջ տեղեկատվական տերորին, որը կար, գնահատել են մեր անցած ճանապարհը, հավատացել են, որ հենց մենք ենք ի վիճակի ժողովրդին բերել իրական խաղաղություն, անվտանգություն եւ բարեկեցություն։ Ուզում եմ առհասարակ շնորհակալություն հայտնել նաև 550, գրեթե 600,000 այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են ընդդիմությանը։ Ես գիտեմ, թե ինչ էր կատարվում ձեր շուրջը, այն վախի մթնոլորտը, սպառնալիքները, տեղեկատվական սուտը, որ կար, եւ այդ ամենի հետ զուգահեռ դուք կարողացաք ճիշտ կողմնորոշվել։ Շատերին թվում էր, թե ընտրություններ կեղծելը այն կարմիր գիծը կլիներ, որը Նիկոլ Փաշինյանը երբեք չէր անցնի։ Սակայն այս ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ նրա համար կարմիր գծեր ըստ էության չկան։ Ես համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագրին ձայն տված մեր շատ հայրենակիցներ այդ ձայնը քվեն տվել են հսկայական ներգործության վրա, որը տեղի է ունեցել թե իրենց մտածողության վրա, իսկ որոշ դեպքերում նաև կամքի վրա անթույլատրելի ներգործության արդյունքում։ Սիրելի հայրենակիցներ, նախընտրական շրջանն աչքի ընկավ աննախադեպ քաղաքական հետապնդումներով։ Իշխանության կողմից վախի մթնոլորտի սերմանմամբ, պետական բյուջեի միջոցների օգտագործմամբ, իրականացող քարոզությամբ եւ սոցիալական ծրագրերի քողի տակ ըստ էության ընտրակաշառքի բաժանմամբ։ Աննախադեպ էր նաև արտաքին միջամտությունը։ Փաշինյանն այնքան անհրաժեշտ էր օտարերկրյա ուժերին, որ խախտելով միջազգայինորեն ընդունված սկզբունքները փաստացի ուղղակիորեն նրանք միջամտեցին Հայաստանի ընտրական գործընթացին։ Սակայն ցավը նրանում է, որ այդ աջակցության գինը վճարելու է ոչ թե քաղաքացիական պայմանագիրը կամ Նիկոլ Փաշինյանն, այլ վճարելու է ամբողջ մեր հայ ժողովուրդը։ Եվ չնայած այս ամենին, այս պայմաններում քաղաքացիական պայմանագիրը չստացավ 50+1% քվե։ Եվ ինչ եղավ դրանից հետո, երբ որ տեսան, որ դա չեղավ, դիմեցին իմ կարծիքով այսպես կեղծիքների կուլմինացիան տեղի ունեցավ, գագաթնակետին ասավ, երբ խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարած Բարգավաճ Հայաստան կուսակցությանը պարզապես զրկեցին այստեղ լինելուց ու գողացան այդ ձայները։ 58,500 քաղաքացու ձայն գողացվեց։ Կներեք, բայց ուրիշ ձև որակել, քան գողություն, դա շատ դժվար է։ Ինչը արվեց սա, երևի թե չունենալով 2/3-ը, գոնե 3/5 ունենալու համար դիմեցին այս քայլին։ Սիրելի հայրենակիցներ, մեր այստեղ լինելու նպատակներից է նաև բացահայտել այս ամենը, խոսել այս ամեն ինչի մասին, ցույց տալ իրականությունը, հնարավորինս պարզ, ուղիղ, հասկանալի, հասցնել այս ամենը մեր ժողովրդին։ Իսկ այնինչ այսօր կատարվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, մի կողմից ինձ շատ ծանոթ է եւ այն ոչ միայն հակաիրավական է, ոչ միայն հակամարտկային է, այլև խորապես անբարոյական է։ Անցած 5 տարիները թերևս մեր նորագույն պատմության ամենածանր տարիներից էին։ Արցախը հայթափվեց, շուրջ 150,000 մեր արցախցի հայրենակիցներ զրկվեցին իրենց հայրական տնից եւ հարազատների շիրիմներին այցելելուց։ Սակայն ողբերգությունների այս շղթան չի ավարտվելու, քանի դեռ իշխանության է այն մարդը, ով կարող էր կանխել 44-օրյա պատերազմը, բայց չարեց, ով կարող էր կանխել Արցախի կորուստը, բայց չարեց, ով կարող էր կանխել հազարավոր հայրենիների զոհվելը, բայց չարեց։ Փոխարենը ամեն անգամ հմտորեն նշանակվում էին մեղավորներ, այդ կերպ մոլորեցնելով մեր ժողովրդին։ Անցած տարիներին այլակարծության դեմ հետապնդումներն ավելի սաստկացան։ Օրվա իշխանությունը նույնիսկ հարձակվեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Անգամ ձերբակալվեցին, կալանավորվեցին մեր սրբազան հայրերը։
Իսկ նախընտրական շրջանում տեղի ունեցող աննախադեպ ձերբակալություններն ու կալանավորումները համոզված եմ աննախադեպ էին նաև ոչ միայն Հայաստանի, այլ միջազգային քաղաքական պրակտիկայի տեսանկյունից։ Այս ամեն ինչին գումարվեց նաև անգրագետ կամ միգուցե գիտակցված արտաքին քաղաքականության այդ քայլերը, որոնք բերեցին նրան, որ Հայաստանը վերածվեց գերտերությունների շահերի բախման կետերից մեկին։ Որպես ընդդիմություն, սիրելի հայրենակիցներ, մենք դեռևս չենք հասել մեր նպատակին, բայց նաև չենք նահանջել, չենք ընկրկել նույնիսկ մեկ վայրկյան։ Մենք եւ բազմաթիվ այլ ընդդիմադիր գործիչներ այս տարիներին ենթարկվել ենք հալածանքների, ապօրինի կալանավորվել եւ խոշտանգվել։ Այս դահլիճում ես տեսնում եմ բազմաթիվ ընդդիմադիր գործիչների, որոնց նկատմամբ հարուցված են շինծու քրեական գործեր։ Իսկ մեր գործընկերը ժողովրդի կողմից ընտրված падգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս ապօրինի պահում է կալանքի տակ օրենքի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ, քանի որ падգամավոր դառնալով նա պետք է ուղղակի անմիջապես ազատ արձակվեր։ Գրեթե ամեն օր այս ամեն ինչի ֆոնին հանրությունը մենք բոլորս լուրերում կարդում ենք տարբեր տեսակի հանցագործությունների մասին, շատ ժամանակ զենքի կիրառմամբ, հրազենի կիրառմամբ, թմրամիջոցների շրջանառությունն ու հասանելիությունը դարձել են կարծես սովորական մի բան։ Եվ ես համոզված եմ, որ եթե այն ջանքն ու եռանդը, որն այսօր ուղղվում է ընդդիմադիրներին հետապնդելուն, եթե այդ ջանքը ուղղվեր այս ամենի կանխմանը, բացահայտմանը այդ հանցագործությունների, շեշտակի կնվազեր հանցագործությունների քանակը։ Այսօր իրավապահ համակարգի գլխավոր նպատակը դարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին ահաբեկելը։ Այն վերածվել է քաղաքական իշխանության ցանկացած ապօրինի հրահանգ կատարելու գործիքի, անտեսելով իր իրական առաքելությունը։ Իմ աջակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր այս պահին անցնում են տարբեր քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով եւ ենթարկվում են հետապնդման։ Այս ամբիոնը եւ մեզ վստահված պատգամավորական մանդատը մենք շարունակելու ենք նաեւ օգտագործել ձեր նկատմամբ իրականացվող ապօրինությունների դեմ պայքարելու եւ դրանք կանխելու համար։ Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունը չի գործում մեր ժողովրդի եւ հայրենիքի շահերից եւ հենց այդ պատճառով ոչ միայն չենք նահանջելու մեր պայքարից, չենք լռելու, չենք հանձնվելու, այլև վստահ եմ, որ միասին կարողանալու ենք հասնել մեր երազած Հայաստանին։